կարևոր և իր մեջ բազմաթիվ շերտեր պարունակող այս նախագծային աշխատանքի ամփոփիչ միջոցառման համար։ Մի քանի բաներ կան, որոնք մեզ համար շատ կարևոր են և ես արդեն իսկ տեսնում ու հասկանում եմ, որ այս աշխատանքի իր մեջ ներառում է։ Առաջին բանը իհարկե դպրոցների միջև համագործակցությունն է, որին դժվար է նկարագրել, թե մենք ինչ կարևորություն ենք տալիս ու ինչ մեծ նշանակություն ենք տալիս։ Երբ երեխաները կարողանում են իրենց համայնքից, իրենց բնակավայրից դուրս ստեղծել իմաստալից հարաբերություններ ու կապեր, այդ կապերը ստեղծել ուսումնական գործունեության շրջանակներում, բայց ես վստահ եմ, որ հետո այդ կապերը վերաճելու են ամուր ընկերության, ամուր փոխհարաբերությունների և դա ուժեղացնելու և համայնքների միջև կապը և այդպիսով ամբողջ պետության ներսում միմյանց միջև կապերը։ Ինչ եմ սա կարևորում, որովհետև շատ հաճախ մենք ցավոք սրտի լսում ենք իրավիճակների մասին, երբ հարևան բնակավայրերը իրար հետ մեղմ ասած հաշտ չեն լինում։ Երկրորդ կարևոր բանը, որ ուզում եմ ընդգծել, այն է, որ մենք շատ հաճախ երևի թե այսպես ամենուր խոսում ենք նրա մասին, թե ինչ է հանրապետության պետական չափորոշիչը և ինչ նորություն է չափորոշիչը իր հետ բերել։ Եվ երևի թե սխալված չեմ լինի, եթե բոլորի առումից ասեմ, որ չափորոշիչի բոլորի համար ամենասիրելի բաղադրիչը նախագծային աշխատանքներն են։ Նախագծային աշխատանքները հնարավորություն են տալիս, որ երեխաները ընտրեն, թե ինչ են իրենք ուզում ուսումնասիրեն այդ իրենց որոշածը և ոչ միայն դրա շրջանակներում գիտելիքներ ձեռք բերել ինչ-որ երևույթի մասին, այլ ձևավորեն վերաբերմունքային, արժեքային են շատ առանցքային մոտեցումները տարբեր երևույթների նկատմամբ, ձևավորեն իրենց ինքնուրույն սովորելու կարողությունները, կարողանան ինքնուրույն հարցեր դնել և գտնել ճանապարհներ, թե ինչպես այդ հարցերի պատասխանները կարելի է գտնել, որովհետև սա երևի թե մեր կրթական համակարգի գլխավոր մարտահրավերներից է, երբ որ մենք վստահ լինենք, որ մեր երեխաները հարցադրումներ են դնում և այդ հարցերի պատասխանները կարողանում են ինքնուրույն գտնել, մենք կարող ենք հանգիստ լինել։ Եվ իհարկե երրորդ առանցքային հարցը, ինչի շուրջ մենք այսօր հավաքվել ենք, միջոցառման թեման է, հացն է, որը երևի թե հայ մշակույթի տեսանկյունից և ամեն ինչ է պարունակում իր մեջ, այն երևի և ընտանիքի խորհրդանիշ է, և առատության խորհրդանիշ է, և ապագայի նկատմամբ հավատի ու վստահության խորհրդանիշ է, և ես հույս ունեմ, որ մենք այսօր բոլորս հացի մասին շատ նոր բաներ ենք իմանալու, նոր բաներ ենք սովորելու, երբ որ ասում եմ մեզ, նկատում եմ մեծահասակներից, հույս ունեմ, որ երեխաները մեզ կարողանալու են հացի մշակույթին և հացի ավանդույթին նայել մի փոքր կամ գուցե շատ այդ տեսանկյունից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր 3 համագործակցող դպրոցների ղեկավարներին, որովհետև իրականում տնօրեններից է սկսվում յուրաքանչյուր համագործակցություն և շատ կարևոր է, որ դուք այդ դաշտը և միջավայրի մթնոլորտը ստեղծում եք և խնդիրները դնելիս ոչ թե տեսնում եք խոչընդոտները, այլ տեսնում եք դրան լուծելու ճանապարհները և ես ինչպես տեսնում եմ դրանից միայն շահում են մեր երեխաները։
Շնորհավորում եմ եւ արվեստի դպրոցի ներողություն եմ խնդրում, որ չհիշատակեցի, շնորհավորում եմ եւ բոլորիս մաղթում եմ այսպես շատ խորը եւ հետաքրքիր միջոցառումներ։